Հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգին Սրբո ամեն։ Հենց քո բերանով էլ պիտի դատեմ քեզ անհավատարիմ ծառա։ Տարվա վերջին կիրակին է սիրելիներ, եւ այս կիրակի խորհրդի մեջ կարծես թե ամբողջ տարվա ամփոփումն է, որ այս առակը, որ 10 մանասների առակ է կոչվում, ինքը հաշվետվության եւ դատապարտության մասին է, որ յուրաքանչյուր մարդ հավատա կամ չհավատա, իր գործերի համար պիտի կանչվի հաշվետվության։ Քանի որ Հիսուս Երուսաղեմին էր մոտենում, Երիքով քաղաքում էր այդ օրը, պիտի գնար Երուսաղեմ, Զաքեոսի տանն էր գիշերել, շատ շատերը կարծեցին, որ երկնքի արքայությունը շուտով մոտենալու է եւ կամ մոտեցել է արդեն, Հիսուս փորձեց պատմել, որ այս պահին չէ երկնքի արքայության գալուստը։ Օրինակը բերում է մեր կյանքից, ասում եմ, մի ազնվական մարդ իր ծառաներին կանչեց, ամեն մեկին մանասներ տվեց, դրամ տվեց եւ ինքը գնաց օտար երկիր իր թագավորությունը ստանալու, վերադառնալու։ Եվ վերադարձավ, ծառաները մոտեցան, հերթով առաջին ասաց, որ Տեր, ահա քո 10 տվածը, ինձ եւս 10 բերեց, Տերն ասաց, ապրես հավատարիմ եւ բարի ծառա, քեզ կկարգեմ 10 քաղաքների վրա։ Մյուսն ասեց, որ քո տված 5-ը 5-ով էլ ավելացրեց, նրան էլ գովեց, հերթով այսպես մոտեցան, վերջում մոտեցավ մեկը, որ ասեց, Տեր, ահա քո տվածը քեզ եմ վերադարձնում։ Ես գիտեմ, որ դու խիստ մարդ ես, վերցնում ես այն ինչ որ չես տվել եւ հնձում ես այն ինչ որ չես սերմանել։ Եվ Տերն ասում է, անհավատարիմ ծառա, քո բերանով պիտի դատեմ քեզ, որովհետեւ գիտեիր, որ ինչ որ չեմ տվել վերցնում եմ եւ ինչ որ չեմ սերմանել հնձում եմ։ Եվ ասում է, ինչ որ ունի սա, եւ որ կարծում է ունի, վերցրեք եւ տվեք նրան, ով 10 ուներ։ Իսկ նրանք ասում են, ովքեր որ դեմ էին, որտեվ մարդ ուղարկեցին ասելով, որ մենք չենք ուզում քո թագավորությունը, մենք քո ծառաները լինենք եւ ատում էին նրան, ասում է, բերեք եւ իմ ոտքերի առջեւ սպանեք նրանց։ Սա առօրյա կյանքից վերցված օրինակ էր, սիրելիներ։ Ազնվականը Հիսուս Քրիստոս ինքն էր, որ եկավ այս աշխարհ, ավետարանեց, փրկության աբետիսը բերեց մարդկանց, խաչվեց, չարչարվեց, մեռավ, հարություն առավ, համբարձվեց երկինք, գնաց հոր կողջ կողմը նստելու եւ պիտի վերադառնա մեզանից հաշվետվություն պահանջելու։ Այն մարդիկ, ովքեր ասում են այդ քաղաքի բնակիչները, ովքեր ատում էին Հիսուսին, սրանք հրյա իշխանավորներն էին, փարիսեցիները, սադուկեցիները, օրենսգետները, ժողովրդին ուղարկեցին ասելով, որ մենք չենք ուզում մեզ վրա թագավորես կամ այսօրվա քրիստոնյաները, ովքեր մինչև իրենց մահվան վերջին վայրկյանը մերժում են Հիսուս Քրիստոսի բերած փրկություն, ասելով, որ չենք հավատում քեզ եւ չենք ուզում, որ մեր թագավորը լինես։ Իսկ այն մարդիկ, ովքեր որ ներկայացան, մենք ենք ամեն մեկս։ Աստված բոլորին հավասարապես ըստ իրենց կարողությունների շնորհներ է տալիս, սիրելիներ, պարգևներ է տալիս։ Մեկը բժիշկ, մեկը ուսուցիչ, մեկը հոգևորական, զինվորական, ոստիկան, հայր ու մայր, զավակ, ամեն մեկը իր կոչումն ունի այս աշխարհի մեջ, որի մեջ ինքը պետք է հավատարմորեն ծառայի։ Եվ տեսեք, Տերը գնահատում է ասելով ազնիվ ու բարի ծառա։ Այսինքն Տերը կանչում է, որպեսզի մարդկանց պարգևներ տա, ավելի մեծ շնորհներ տա, բայց քանի որ մարդը ինք երեւությամբ միշտ անշնորհակալ է, այդպես էլ հաճախ վարվում ենք մենք քրիստոնյաներս, որ Աստծո տված պարգևները ոչնչացնում ենք։ Եվ վերջում եկավ մեկ, ով որ Աստծո տված պարգևը ինքը չէր ոչնչացել։ Տեսեք, տարել էր, ասում է Ավետարանի մեջ Մատթեոսի, ծրարի մեջ փաթաթել էր շորի, հողի մեջ թաղել էր։ Խորքի մեջ ինքը վատ բան չէր արել, այսինքն Աստծո տվածը մեղքի համար չէր օգտագործել, հաճույքների, խաղատներում, թղթախաղի մեջ կամ ինչ որ պոռնիկների հետ իր կյանքը չէր անցկացրել, պահել էր, բայց հանկարծ Աստված այս մարդուն չընդունեց, ասեց անհավատարիմ ծառա եւ վերցրեց այն ինչ որ ուներ այս մեկից։ Եվ նրանք, ովքեր որ ատում էին, ասում է, հրեշտակներին ուղարկեց, որպեսզի բերեն իր ոտքերի առջև սպանեն, պատժեն, ինչպես որ հիշում եք, իր հնում թագավորն իր թշնամիներից ոտքերի տակ էին պատժում։ Հիմա հարց կառաջանա, ինչու Աստված իրեն սիրող մարդկանց պատժում։ Բայց այստեղ սիրելու հարցը չէր, ասում է, այս քաղաքի բնակիչները ատում էին նրան։ Այսինքն նրանք, ովքեր որ ատում են Աստծուն, մերժում են, հրաժարվում են,
Ոչ թե պիտի Աստված սպանի, այլ մարդ ինքն իր դատապարտության կնիկն իր վրա դնում է դժոխքի մեջ այրվելու եւ հավիտենական տանջանք կրելու համար։ Ինչ է այսօրվա այս առակը մեզ փոխանցում, սիրելիներ։ Շատ հետաքրքիր մի դրվագ կար այնտեղ, ասում է գիտեր, որ պիտի գամ ու հաշվետվություն ստանաս, հաշվետվություն տաս։ Ասում է, եթե չէիր կարող գործածել, գոնե տաներ լումայա փոխներին տայիր, տոկոսները վերցն, այսինքն իմ տված պարգևը շահեր, այսինքն բարիք գործեիր, աղքատին կերակրեիր, մխիթարության կարիք ունող մարդու կողքը նստեիր, հիվանդին այցելեիր, քաղցածին ջուր տայիր, հաց տայիր, այս բարիքը գործելով գոնե իմ տված պարգևը քեզ համար կգործածեիր։ Ցավոք սրտի մեր կյանքի մեջ այսպիսի անպիտան ծառաները նրանք են, ովքեր որ միայն մկրտվում են ու վերջ։ Իրենց կյանքը սահմանափակվում են մկրտության արարողությամբ, այն էլ նպատակը մեկն է՝ մեծ կերուխում խնջույք անելու համար։ Ուտեն, խմեն, վերջացավ իրենց պարտականությունը։ Բայց երբ որ Տերը գա պիտի ասի դու մկրտվել ես, իմ անունը վերցրել ես քո վրա, դու քեզ քրիստոնյա ես կոչում, նույնիսկ հպարտանում ես, որ առաջինն ես ընդունել քրիստոնեություն որպես պետական կրոն, բայց քո հավատքը պատուղ չունի։ Դատարկ է, փուչ է քո հավատքը, մեռած հավատք է, դու քայլող մեռել ես։ Այսինքն քո հավատքը որևէ մեկի համար լույս չէ, օգնություն չէ, փրկություն չէ։ Եվ այսպիսի քրիստոնյաները լեցուն են աշխարհի մեջ, սիրելիներ, ովքեր միայն այդ մեկ պարտական որ Տեր շնորհակալ ենք, գիտեինք, որ գալու ես մի օր ինձ հաշվետվության կանչել, տեսեք, ինքը նաև գիտեր, որ Տերը պիտի գա պահանջի, բայց այդ ամենով հանդերձ ինքը ծուլացավ իր առաքելության մեջ, տարավ ու հորեց, պահեց այդ տված շնորհը, ինչպես այսօր շատ մարդիկ իրենց սերը թաքցնում են, պահում են, ոչ մեկին չեն սիրում։ Իրենք գիտեն, որ այդ սիրելու համար մի օր պատասխանատվություն պիտի կրեն, բայց մարդիկ պահում են այդ սերը իրենց նեղ անձնական նպատակների կամ իրենց փոքր շրջանակի մարդկանց համար։ Կանչելու է Տերը։ Սա ցույց է տալիս, որ դու հավատացյալն ես, թե անհավատ, ինչպես որ այս մարդիկ, ովքեր ատում էին, նրանք, ովքեր կարծում են, որ իրենք եթե չհավատացնեն, պիտի խուսափեն, հակառակը պիտի լինի։ Մի օր քրիստոնյան եւ անաստված մարդը զրուցում են, անաստված ասում է քրիստոնյան, գիտես, ասում է, այսքան դու աղոթում եք, ծնկի եք իշտնում, աղոթում եք, գնում եք պատարագի սուրբ գիրք եք կարդում, բա որ մի օր պարզվի, որ ոչ մի հավիտենական կյանք էլ չկա։ Քրիստոնյան ասում է, ես եթե չլինի, Հիսուս այնտեղ կլինի, ես վստահ եմ։ Ասում է, բայց դու էլ, որ այսքան մերժում եք, ու որ հանկարծ պարզվի, որ այդ ամենը կա, դժոխք ու դրախտը կա, ինչ պիտի անես, ասում է, հույս ունեմ, որ չի լինի, ասում է, տեսնում ես, իսկ մենք վստահ ենք, որ այդ ամենը կա։ Այսինքն ինքը գիտի, որ կարող է պատանասնություն կրել, բայց մինչև վերջին պահը հույս է փայփայում, որ գուցե Աստծո դատաստան չկա, ինքը կխուսափի պատժից։ Եվ այս մարդիկ հեթանոս քրիստոնյաներ, ովքեր քրիստոնյա են կոչվում, բայց իրականում այս կենցաղով անհավատ են, չար են, ատելություն են սերմանում, Աստծո տված պարգև ամենամեծ սերը թաքցնում են եւ ատելության խոսքով են ապրում այս աշխարհի մեջ, պիտի խուսափեն, փրկություն չպիտի ունենան։ Եվ տեսեք, ասում է, քո բերանով պիտի դատեմ քեզ։ Այսինքն քո բառերով։ Հիմա դու ասացիր, որ գիտես, որ ես խիստ մարդ եմ, հնձում եմ այն ինչ որ չեմ սերմել, վերցնում եմ այն ինչ որ իմը չէ, դու գիտեիր, ուրեմն քո բերանով պիտի դատեմ քեզ։ Սա նաև մեզ է սովորեցնում, որ սիրելիներ, ինչ որ մենք խոսում ենք, այդ ասած ամեն բառի համար, ինչ է որտեղ որ խոսել ենք, ում մոտ որ խոսել ենք, ինչ որ մենք արել ենք, պիտի պատասխան տանք։ Դրա համար Հիսուսը ձեր ամեն դատարկ բանի համար պատասխան պիտի տաք։ Այն ինչ որ մեր բերանից դուրս է գալիս, այդ բառը պիտի օրհնություն բերի, խաղաղություն պիտի բերի, սեր պիտի բերի լսողի համար։ Եթե դա չարություն է, ատելություն է սերմանում, այդ բառը գայթակղություն է դառնում, ուրեմն սրա համար պիտի պատասխան տար։ Այսինքն, երբ որ դու ասես Տեր, ես չգիտեի, որ պիտի գամ քեզ մոտ հաշիվ տալու, Տեր հենց այդ բառերով պիտի ասի, որ դու սուտ ես խոսում։ Դու գիտեիր, որ գալու եմ։ Եվ Տերը գնաց երկինք, ստացավ իր թագավորությունը։ Գիտեք, որ Հիսուս առաջին անգամ իբրև մարդ բժիշկ եկավ այս աշխարհի մեջ։ Եկավ մեր հիվանդ հոգիները բժշկելու, մեր տկարացած մարմիններն առողջացնելու, մեր մթագնած մտքերը լուսավորելու, բայց երկրորդ անգամ Հիսուս որպես դատավոր պիտի վերադառնա, իբրև Աստված պիտի գա դատելու մեզ,
մեր արած գործերի համար, սիրելիներ։ Ես սա էլ ցույց է տալիս, որ մարդը ամեն րոպե պետք է պատրաստ լինի հաշվետվության։ Մենք չգիտենք հաջորդ օր առավոտյան մենք կարթնանանք, թե ոչ։ Եվ այդ օրը կարող է մեր հաշվետվության օրը լինել, մեզ կանչեն հաշվետվության։ Եվ տեսեք, ինչպես անիրավ տնտեսի առակի մեջ տնտեսը վատնում էր իր տիրոջ ունեցվածքը, աճ ու ձախ, ինչպես ուզում էր, ուտում խմում էր, ում պարտն ուզում էր զիջում էր, ում ինչքան ուզում էր խաբում էր, չգիտեր, որ Տերը մի օր պիտի կանչի, ասի քո տնտեսության հաշիվը տուր։ Եվ այս այդ օրն է, Տերը պիտի կանչի, անակնկալ պիտի գա, ասի հաշիվդ ներկայացրու, ինչ ես արել քո ծնված օրից մինչև այս պահը։ Քո կյանքն ինչպես է ապրել։ Մենք չենք կարող ասել, որ չենք լսել, չենք իմացել, ոչ ոք մեզ չի ասել, հակառակ այսօր ամեն քայլափոխին կարող ես լսել Աստծո խոսքը։ Ամենտեղ այսօր Աստծո խոսքը խոսվում է եւ յուրաքանչյուր մարդ գիտի խոսքի ճշմարտությունն ու արժեքը, բայց ընտրությունը մարդունն է։ Աստված երբեք մարդուն չի ստիպում։ Եթե դու չես կարող ինքդ գործել, դու պիտի գոնե որևէ մեկի միջոցով գործես։ Այդ բարիքը պիտի գործես։ Տեսեք, երբ որ դու շնորհ ունես, աշխատանք ունես, անում ես սիրով, նվիրումով, Տերը քեզ ավելի է բարձրացնում։ Տեսեք, ասում է, ապրես ազնիվ ու բարի ծառը։ Այսինքն այն մարդը, ով որ աշխատում է առանց գլուխ պահելու, առանց ուրիշի հաշվին երջանկությունը կառուցելու, իր արդար քրտինքով է վաստակում հանապազորը հացը, Տերը գովում է, ասում է, բարի եւ ազնիվ ծառը։ Ուրեմն շատ կարեւոր է, որ Տերը գիտի գնահատել նաեւ աշխատող ու ազնիվ մարդուն։ Այս աշխարհի մեջ այդպես չէ։ Մարդիկ ում են գնահատում, նրանք, ովքեր ստոր են, ովքեր դավաճանում են, ովքեր սուտ են խոսում, ովքեր ուրիշի մասին կեղծ լուրեր են բերում, կամ ուրիշների մասին լրտեսություն են անում, դրանց են պարգևատրում, դրանց են գովում։ Ազնիվ ու մաքուր աշխատողին միշտ էլ ասում են, դա այդպես էլ պիտի լիներ, բայց հանկարծ չանողը մեկ անգամ անում է, օրերով պիտի խոսեն այդ մեկի մասին։ Իսկ Տերը հակառակն է։ Տերը գնահատում է միայն ազնիվ ու բարի աշխատանքն ու մարդու բարի մտադրությունը։ Եթե մենք մարդկանցից նաև սպասենք, ակնկալիք ունենանք, որ մարդիկ մեզ պիտի գնահատեն, սխալվում եք, սիրելիներ։ Մարդիկ չեն գնահատելու։ Մայր Թերեզան ասում էր, բարիքը, որ դու այսօր գործում ես, վաղը պիտի մոռացվի։ Դու տուր աշխարհի քո ունեցած ամենալավը, մարդիկ պիտի փշրեն քո ատամները, բայց դու տուր քո մնացած ամենալավը ամեն դեպքում մարդկանց։ Տուր, ամեն դեպքում տուր, որովհետև դա դու չես անում մարդկանց գովասանքը ստանալու համար կամ մարդկանցից արժանի պարգևներ, շքանշաններ ու պատվոգրեր ստանալու համար։ Այդ ամենը մենք անում ենք Տիրոջից մեր վարձը ստանալու համար։ Եվ այդ վարձը քո շնորհը օգտագործելն է։ Առաջին հերթին մեր հավատքը կենթանի պահելն է, սիրելիներ։ Ցավոք սրտի այսօր աշխարհի մեջ քրիստոնյաների հավատքը մեռած հավատք է։ Երբ որ Եվրոպայում շրջում ես վանքերում, եկեղեցիներում, շատ շքեղ տաճարներ են։ Տեսնում ես, թե ժամանակին մարդիկ ինչքան աշխատանք, ինչքան ջանք, ինչքան նյութական ծախս են դրել Աստծո համար փառավոր տաճար կառուցելով, ասում են այնտեղ պաշտելու։ Տեսնում ես դատարկություն։ Շատ-շատեր այսօր վաճառվում են այդ տաճարների, գրադարան են դառնում, սրճարան են դառնում, երբեմն մսկիթ ու գիշերային ակումբներ են դառնում։ Միայն արտաքինը շենքի պիտի պահես, մեջն ինչ ուզում ես արա։ Այսինքն մարդն էլ արտաքինդ պահիր, մարդ, ներսից ինչ ուզում ես արա, հոգիդ քանդիր, ավերիր, պղծիր, միևնույնն է։ Ինչ է սա, որ մարդիկ հեռացել են հավատքից, մեռած հավատք ունեցողի տունն էլ պիտի քանդվի։ Այսինքն այսօրվա մարդու հավատքը ավազի վրա է կառուցված։ Մի փոքրիկ փոթորիկ, քամի, անձրև, բայց տունը պիտի քանդվի։ Երբ որ շրջում ես այդ շքեղ տաճարների մեջ, երբեմն տեսնում ես միայն ծերերի, որ արդեն մահվան են մոտենում, պիտի գնան մահանան, իրենք են նստած այնտեղ։ Այն էլ չեն եկել Տիրոջը փառաբանելու երբեմն, եկել են ուղակի ժամանակ իրենց լրացնելու, նորից տուն վերադառնալու։ Երբ որ մտնում ես Հայաստան աշխարհի մեր խոնարհված վանքերն ու եկեղեցիներն ես տեսնում, թե մարդիկ ինչպես են վերաբերում այդ սրբությանը, այդ անտարբերության մեջ, հասկանում ես, որ այս մարդկանց միայն ակնկալիքը մեկ է, ինչ կարող են Աստծուց վերցնել, բայց ոչ երբեք տալ։ Մենք մի սովորենք վերցնելուն։ Ինչ որ պետք է կամ պետք չէ, ավել կամ պակաս, մենք միշտ խնդրում ենք Աստծուց առողջություն, երջանկություն, խաղաղություն, ընկերություն, հարստությունից մեքենա, հեռախոս, ամեն բան խնդրում ենք Աստծուց։ Բայց մի հարց մոռանում ենք ասել, Տեր,
Դու ինչ կուզես, որ մենք քեզ համար անենք։ Ինչ ես ուզում, որ ես քեզ համար անեմ, որ դու ինձանով ուրախանաս, որ դու ինձ ասես բարի եւ ազնիվ ծառա, արի մտիմ ուրախության մեջ, կամ քեզ ավելի բարձր շնորհներ ու պարգևներ պիտի տամ, ավելի մեծ պարգևների պիտի արժանացնեմ։ Չկա այս ամենը, սիրելիներ, մեր կյանքի մեջ։ Այն ինչ էլ որ կա, շատ փոքր է մեր կյանքի մեջ, այնքան փոքր, որ այդ հավատքը այնքան է թուլացած, տկարացած, որ մենք սկսել ենք արդեն իրար ատել։ Քրիստոնյաներն իրար ատում են։ Նույնիսկ նույն եկեղեցու մեջ մարդիկ իրար ատում են։ Իրենց քաղաքական հայացքների, իրենց տարբեր մտածելակերպի, տարբեր զգացմունքների սկսում են իրար ատել, բայց երկուսն էլ կանգնում են Քրիստոսի առջև, աղոթք են անում։ Եթե այդ աղոթքը քո կողքի մարդուն սիրելուց հեռացնում է, որ այդ աղոթքը մեռած աղոթք է։ Այդ աղոթքը չի կարող կենթանություն պարգևել քեզ։ Դրա համար այս տարվա վերջին այս կիրակին կարծես թե դիտավորյալ է ընկել այսպես, որ հաշվետվության ու դատապարտության հիշեցում է մեզ, որ Հիսուս գալիս է, ծնվում է, ինչպես պիտի ներկայանաս իրեն։ Ոնց պիտի քո հաշիվները ներկայացնես։ Մենք ինչպիսին ենք ուզում լինել տարվա սկզբում, ինչպիսին ենք այսօր։ Ինչպիսի փոփոխություն պիտի անենք մեր կյանքը նորոգելու եւ ինչը չնորոգեցինք, ինչը նորից թողեցինք։ Որ մեղքերը, որ պիտի հրաժարվենք, հակառակը ավելի արմատավորվեցին մեր մեջ, ավելի պնդացավ մեր մեջ, ավելի մենք ամրացանք կամ հաստատուն դարձանք այդ մեղքերի մեջ, չգիտակցելով, որ մի օր պիտի պատասխան տաս քո այս բոլոր մեղքերի համար։ Եվ ինչպես որ ազնվականը թագավորը վերադարձավ ու կանչեց, այնպես էլ անակնկալ Տերը մի օր պիտի հայտնվի ու պահանջի այդ հաշվետվությունը, սիրելիներ։ Եթե չենք ուզում, որ մենք արժանանանք այս ծառև նրան, ովքեր ատում են Քրիստոսին, այսպիսի մարդիկ շատ են մեր կյանքում, ովքեր ատում են, թեև բարձրաձայն չեն ասում, բայց իրենց կյանքը, գործը վկայում է այդ ատելության մասին։ Որ իրենք ատում են, որովհետև Քրիստոս ասել է պիտի սիրես, բայց ինքը չի ուզում սիրել։ Քրիստոսը պիտի խոնարհ լինես, բայց ինքն ուզում է իշխել։ Քրիստոսը պիտի կառուցես, ինքն ուզում է քանդել։ Սրա համար է դու պիտի պատասխան տաս։ Եվ մորթել արչևը դա ամենասարսափելի բանն է, երբ որ մարդուն բերում են թագավորի արչև ու սպանում են։ Այսինքն մարդ այլևս արդարանալու հնարավորություն չունի, իր ժամանակն ավարտված է։ Չես կարող այդ ժամանակ այլևս գտնել, որպեսզի ասես Տեր, մի քիչ էլ հնարավորություն տուր։ Մայից հետո դու չես կարող ապաշխարել։ Մայից հետո դու չես կարող հնարավորությունը գտնել։ Իսկ այս ամենի մեջ նաև հարության խորհուրդն է, ովքեր հարություն պիտի առնեն, եւ ըստ իրենց արած գործերի, ինչպես Պողոս Արաքյալն է ասում, այլ արևի շքեղությունը, այլ լուսնի շքեղությունը, այլ աստղերի շքեղությունը, այս շքեղությամբ ըստ մեր կարգի պիտի ստանանք լույս տալու հնարավորություն այս աշխարհի մեջ։ Ուրեմն նաև հարության ժամանակ մեր գործերը պիտի ցույց տան մենք մեռած հավատքով ենք ապրել, թե կենդանի հավատքով ենք ապրել, սիրելիներ։ Ուրեմն Տերը ցանկացած ժամի պիտի հայտնվի եւ սարսափելի բան կլինի, եթե մենք լսենք անհավատարիմ ծառա բառը։ Քո շուրթերով պիտի դատեմ քեզ։ Սա սարսափելի բան է, որ մարդուն չեն ասում քո գործերով, ասում են քո խոսքերով պիտի դատեմ քեզ։ Դու այսպես խոսեցիր, ուրեմն այս խոսքով էլ պիտի դատվես։ Հիսուս էլ ասում է, ինչ դատով որ դատում եք, այդ դատով էլ պիտի դատվեք։ Ուրեմն որpիսի մենք չդատվենք, մենք ինչ պիտի անենք։ Մենք պիտի փոխենք մեզ, սիրելիներ։ Մենք պիտի այնպես անենք, որ Տերը երբ որ գա, մենք ամոթով չմնանք, այլ հակառակը ուրախությամբ ընթարաշ գնանք։ Երբ որ մենք մարդուն տեսնում ենք, իր հանդեպ մեղք չենք գործել, հանցանք չունենք, մենք միանգամից վազում ենք, չէ, գնում ենք իրեն գրկախառնվելու։ Բայց երբ որ մեկի հանդեպ մենք մեղք ունենք, մենք խուսափում ենք այդ գրկախառնումից։ Մենք խուսափում ենք այդ հանդիպումից, ամեն ինչ անում ենք այդ հանդիպումը տեղի չունենա։ Ուրեմն մեղքն է պատճառը, որ վախ է բերում մեր կյանքի մեջ։ Մեղքն է պատճառը, որ քեզ ստիպում է դու ամանչես ու փախնես Քրիստոսից, բայց Քրիստոս գալիս է ոչ թե դատելու, այլ հակառակը գալիս է մեզ պարգևատրելու։ Ինչպես Պողոս Արաքյալն ասում, ես իմ բարի պատերազմը ավարտեցի, հիմա գնում եմ իմ պսակը ստանալու, տեսեք։ Գնում եմ պսակը ստանալ, այսինքն ինչքան վստահ էր իր հավատքի մեջ, որ ինչ որ ինքն արել է, ինչի համար որ ինքն ապրել է, դա պսակի է արժանի, պարգևատրման է արժանի եւ առանց վախենալու ասում է՝ մահ, ուր է քո խայթոցը, այլևս չեմ վախենում քեզանից։ Ուրեմն Տերը դատելու համար չէ։ Տերը չի եկել այս աշխարհ դատելու, գալիս է մեզ փրկելու, բայց դատաստանը մենք ենք դարձնում մեզ համար վտանգավոր, որովհետեւ մեր մեղքերը,
մեր գործերը չեն համապատասխանում մեր հավատքի, հույսի եւ սիրո կյանքին։ Թող Տեր օրհնի բոլորիս իր խաղաղության մեջ պահի, որպեսզի մեր հավատքը երբեք չմեռնի։ Մեր հավատքը ուղղակի սպառող հավատք չլինի, սիրեն, այլ հակառակը կյանք տվող հավատ լինի, լույս բերող հավատ լինի, հույս բերող հավատ լինի եւ աղոթքի մեջ, ինչպես խնդրում եմ ես ամեն անգամ, ավելի շատ սիրենք, քան սիրվենք, ավելի շատ հույս տանք, քան ստանանք, ավելի շատ տանք, քան սպասենք, որ մեզ պիտի տան։ Եթե այս մտածումով ապրես, հավատքը ժամ առ ժամ պիտի հզորանա եւ Տերը պիտի ասի. բարի եւ ազնիվ ծառաներ, մտեք իմ ուրախության մեջ։ Այժմ եւ հավիտյանս հավիտենից ամեն։